Երկու օր է հավի ձվերը չենք հավաքել, հիմա միասին կհավաքենք, իհարկե առանց որևէ բանի դատարկ ձեռքով չենք եկել։ Չանցած օրը մոռացել էի, այսօր էլ ասեցի դե կակազա, նաև այս տարբերակով վիդեո կնկարեմ ու ցույց կտամ, թե երկու օրվա մեջ քանի հատ ձու են ածում։ Հիմա միասին հասկանանք քանի ձու կա այստեղ, տեսնում եք, դեռ նույնիսկ տաքել կա, ժողովուրդ ջան։ Ավելի լավ է դնեմ այստեղ, որ 6 ու 7, այս մեկում 7 հատ։ Ինը 12 14 հատ էստեղ, բայց էստեղ էլ ունենք այս բիտոնների մեջ էլ են ածում իրանք, 14, սա 17, էստեղ շատ տեսեք, իրանց սիրած տեղերից է, հավերն այդպես են, երբ նախընտրում են ինչ-որ մի տեղ ածել, այդպես իրանք այդտեղ են ածում, 17, սա արդեն 20, 20, 23, սա 24, լավ է, ու մեկ էլ էստեղ են իրանք սիրում ածել, էստեղ մոռանում եմ ամեն անգամ մի փոքր խոտ լցնեմ, փայտերն էլ այդտեղ 24 էր, չէ, 27, 28, երկու օրվա համար 28 ձու, երկու օրվա համար 28 ձուն, շատ չի, որովհետև հավերը թվականակով իրանք շատ են, բայց քիչ էլ չի, քանի որ իրանք ուտում եմ միայն ցորեն ու մեկ էլ տեսնում եք կանաչով եմ կերակրում, հիմա տեսեք իրանք ուզում են կցարեն, կանաչով եմ կերակրում ու արդյունքը տեսնում եք, վատ չի, բայց շատ լավ էլ չի, հիմնականում բոլորն են ածում, կա մի քանի հատ, որ դեռ չեն ածում, այդ տեսնում եք ենտեղ փոքրեր կան, և մեկ էլ ծեր հավեր կան, այդ տեսեք սա ոտքերից երևում է, որ ծեր է, ու ինքը գիտեմ, որ այս մեկն ածում է, բայց մի ուրիշ կա, որ չի ածում են, հավն ինչի է գլուխ այնպես շարժում։ Մի խոսքով այս քանը ժողովուրդ ջան։ Նախորդ տեսանյութում հարցնում եք ինչ եղավ որբուկի հետ, ժողովուրդ ջան, ինքը լավ է, տեսեք ոնց է ցատկոտում, ուղղակի ինքը քանի որ փակ տարածքում է լինում, անընդհատ ինչ չի տեսնում, միայն կերակրելուց է տեսնում, այդպես դեռևս անհանգստանում է։ Ինքը հիմա նաև ընկեր ունի, այն ճտերի մեջ մի հատ փոքր մնացածը կար, որ մի փոքր վատառողջ է,
ինքը ուղղակի էս սուտը բնածին դեֆեկտ ունի ու բերեցի այստեղ, որպեսզի ընկերակցի։ Ու ջուրը կա, տեսեք ինքն էլ է թաքնվել։ Արդեն բավականին խոշորացել է, բայց չգիտեմ ինչի վախկոտ, ասենց վախկոտ է ինքը։ Հիմա սոխ եմ բերել, տեսեք այսպես սոխ կա ծլած, սա կկտրտեմ ու իրանք կուտեն երկուսով, սոխը շատ լավ հակաբակտերիալ միջոց է աղիները մաքրելու համար, կարող եք դուք էլ օգտագործել, այդպես կանաչ մասը կտրել, մանր տալ, որպեսզի ճտերն ուտեն։ Տրտեցի սոխը, բայց ինքը հիմա չի ուտում, որովհետև երբ կափարիչը բացում եմ, ինքը մի փոքր վախենում է։ Ճուտն էլ է այդպես, տեսեք։ Վախկոտ են երկուսն էլ։ Մի խոսքով հեսա կփակեմ, ինքը արդեն հանգիստ կուտի։ Այս ճտերը արդեն 50 օրական ճտեր են ու արդեն բավականին լավ աճում են, տեսեք։ Բայց էլի նույն վիճակն է, իրանք քանի որ անընդհատ փակ վիճակում են եղել, տեսեք ոնց են ջրամանը շրջել ու ամբողջը թացա։ Քանի որ իրանք փակ վիճակում են եղել, դրա համար իրենք սովոր չեն ինձ եւ երբ գալիս եմ իրանց կերակրելու, մի փոքր վախենում են, բայց էդ էլ կանցնի, որովհետեւ հնդկահավի տակի ճտերի հետ էլ էր այդպես, բայց հիմա հնդկահավի տակի ճտեր իրանք բավականին այսպես մարդամոտ են դարձել, նույնիսկ մոտի կանգնում եմ, շոյում եմ, իսկ իրենք չեն թողում։ Միայն այս մեկն է, որ մի փոքր մարդամոտ է, սա այն կանաչ ձվերից դուրս եկած ճուտն է։ Իրանց հիմա մեծամասամբ ցորեն եմ տալիս, տեսեք, սենց փոքր դույլ է, դնում եմ, իրանք ուտում են, բայց էլի տեսեք թափում են տակները ոնց են ամբողջ ցորենը լցրել գետնին։ Աքլորները ու էգերը արդեն բավականին լավ տարբերվում են, տեսեք։ Սա հավա դա, սա աքլորա այս կանաչ ձվից դուրս եկածը։ Հիմնականում այսպես երևում են, մեկ-երկուսը, որ պետքա շատ ուշադիր նայես, որ տարբերությունը զգաս։ Այս տարիքում արդեն բավականին հեշտ կարելի է տարբերել էգերն ու որցերը։ Սրանց նաև կանաչ խոտ եմ տալիս, այսպես լցնում եմ, իրանք սեպկայի արանքից ուտում են։ Հիմնական մասը օրվա այսպես լցրած է, իրանք ըստ պահանջի այս մասից հանում ուտում են, տեսեք։ Ու արդյունքն է, որ ոչ մի հիվանդություն, սատկած ճուտ չկա, ոչ մի անառողջ հիվանդ ճուտ չկա։ Սովոր են այսպես, խրտնում է շուտ ուղղակի։ Բանջարանոցում երեք ահագին գործ եմ արել, հիմա ուզում եմ ցույց տամ այստեղ ինչ եմ սարքել։ Տեսեք փայտով այսպես առանձնացրել եմ, որպեսզի անցնել դարձնելուց չտրորենք ու սացիներ եմ դրել կծու բիբարա ինքը։ Հիմա այսօր պետքա ջրենք, որպեսզի բռնի, 1-2 օր այդպես առաջ ջրում ենք, հետո արդեն երբ իրանք բռնում են, ջրում ենք արդեն ըստ բույսի անհրաժեշտության։ Քանի որ հիմնական առուներում, նախատեսված առուներում արդեն սացիլները դրել եմ, բայց էլի այստեղ քաղցր բիբար ու պամիդորներ են մնացել, նաև այն ամաններում կա ու ընդեղ ահագին կա, դրա համար այսպես որտեղ սենց փոքր ազատ տարածք եմ տեսնում, առանձնացնում, մաքրում, փորում, նորից տնկում եմ։ Հնարավորինս փորձում ենք օպտիմալ հողամասը օգտագործել, որովհետև շատ տարածք չունենք, հիմնական մասը այսպես կարտոֆիլ
կարտոֆիլն զբաղեցնում։ Մնացած բույսերը, իսկ արանքներում փորձում ենք այս սածիները տեղավորել, որովհետև գիտեմ հիմնական մասը մեկը կտրելու է ու նաև փորձում ենք այս տարբերակով փոքր տարածքից առատ բերք ստանանք, ավելի շատ բերք ստանանք, էլի։ Օրվա մեջ 1-2 ժամ այսպես բաց եմ թողնում, հողամասի մի անկյունում այսպես գոմաղ ունենք դարսած ու իրենք այդտեղ քուջուջ են անում, այդ ընթացքում իրանք եւ անձրևորդեր են ուտում եւ իրենց անհրաժեշտ սննդանյութերը ստանում են հողից, դա եւս նպաստում է նրանց ծվատվությանը։ Թվում է թե անձրև է գալիս ու հողը խոնավանում է ու բույսը ջրվում է, բայց այդպես չի, ժողովուրդ ջան։ Հողը շատ չոր է, դրա համար ստիպված արդեն ջրում ենք, որպեսզի սածիլները շուտ աճեն, ամրանան ու դիմակայեն մնացած փորձություններին։ Այս սածիլներից մինչև վեր դեռ երկար ժամանակ է անցնելու։ Դրա համար այս ընթացքում մի փոքր պետք է ուշադիր լինենք, որպեսզի բերք կարողանանք ունենանք, այլապես առանց բերքի ենք մնալու։ Ուրեմն այստեղ ես հնդկահավի ձվեր էի դրել, սա դրել էի այն շունը կերած հնդկահավից մի քանի օր հետո, մի քանի օր չէ, երևի 2 շաբաթ հետո ու արդեն տեսնում ենք ծկոթել են։ Ու սկզբից մտածում էի դնեմ, չդնեմ, քանի որ արդեն դրած հնդկահավ ունեի, բայց հետո այսպես բարեկամներից մեկի մոտ հնդկահավի ձվեր կար, ինքը չէր ուզում դներ, խնդրեցի տվեց ու այսպես դրեցի ու հիմա արդեն չեմ փոշմանում, որովհետև եթե չդնեի, սա էլ չէր լինի։ Գիտեք, մեկը շունը թխսի հետ ջտերը կերավ ու մնացինք սրա հույսին։ Իհարկե 2 հնդկահավել ունեմ, որոնք արդեն զուգավորում նկատել եմ, արդեն մոտ օրերս կացեն, իսկ սրանք արդեն, ինչպես տեսնում ենք, արդեն սկսել է ծկոթել։ Դեռ 3 հատ է ծկոթել, այս մնացածի մոտ դեռ բան չկա, բայց հուսամ բարեհաջող կընթանա ջտահանությունը, որովհետև այս շատ կարևոր է ինձ համար։ Եթե լավ ընթացավ, հնդկահավի ջտեր կունենանք։
Դա աստված ամեն ինչ նորմալ ընթանա, քանի որ նաև հնդկահավի ջութ ստանալու առաջին փորձն է իմ ինկուբատորով, այն մեկը չենք հաշվում, որովհետև այն մեկը կեսից շատ է թուղթներ նստել։ Տեսնենք ինչ արդյունք կունենա։ Ջերմային ռեժիմն ու խոնավությունը փորձում եմ պահել համացանցից վերցված տվյալներով։ Սա առաջին փորձն է, տեսնենք ինչ կլինի։ Որպեսզի ճտերը կարողանան կճեպը ճեղքելու դուրս գալ, դրա համար այսպես ջուր ենք ցողում կճեպը փափկացնելու համար ու նաև խոնավություն ենք տալիս, էլի։ Տեսնենք։